ու այսօրվա մեր Տեր Հիսուս Քրիստոսի մահվան հիշողությունը հենց դրանում է կայանում, որ մենք նորից եւ նորից վերապրենք այդ կարևոր գործողությունը, ինչ որ կատարվեց 2000 տարի առաջ, երբ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը ինքը իրան հանձնեց այն մարդկանց, որոնք որ բռնեցին, անխաչեցին, որովհետև ինքը ասեց, որ ես իշխանություն ունեմ իմ կյանքը պահելու եւ տալու։ Ոչ ոք չի կարող ինձանից խլել այդ իշխանությունը եւ ինքը կամավոր դաբրավոլն ռուսերեն ասում են, թույլ տվեց, որպեսզի իրան բռնեն, խաչեն, որ հետո ինքը հարություն առնելով մեզ բոլորիս համար արդարություն լինի։ Մենք բոլորս լավ գիտենք, որ այն ժամանակ, երբ որ խաչելություն կար, հռոմեական այս պատժամիջոցը, որն որ ցավոք սրտին շատ դաժան էր, ու շատ մարդիկ ճիշտ է արժանի են մեռնելու, բայց շատ դաժան ձևով են մեռնում, բոլոր նրանք, ովքեր որ խաչի վրա մեռնում էին, ավազակներ ու հանցագործներ էին։ Այսինքն ամենացածր մակարդակի հանցագործներ ու ավազակները, որոնք որ այն ժամանակ խաչվում էին, նրանք այդ ձևով էին խաչում, հռոմեացիք հնարել էին այդ բանը, ու մեր Տեր Հիսուս Քրիստոսը հենց այդ ավազակների նման խաչվեց, բայց ոչ թե դրա համար, որ նա ինքն էր ավազակ ու հանցագործ, այլ մեզ ավազակներից ու հանցագործների համար։ Փոխարինական մահ, որն որ մենք նորից եւ նորից հիշելով ուրախանում ենք, որ Աստված ունենք, որն որ այնքան մեծ սիրում է մեզ, որ ինքը հնարավորություն տվեց, որ մենք դժոխքից խուսափելով հավիտենական կյանք ունենանք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Եվ գիտեք, հետաքրքիրը ինչ է, որ ժամանակին, երբ որ մենք չգիտեինք այս շատ բաներ, ճիշտ է, գիտեինք, որ եղել է խաչելություն, գիտեինք, որ 2000 տարի առաջ մեր Տեր Հիսուս Քրիստոսին խաչեցին հռոմեացիք, կինոներ ենք նայել, կարող է որոշ մարդիկ գրքեր են կարդացել, բայց այսօր, երբ որ մենք արդեն հասկացել ենք, որ ոչ թե ուղղակի պատմական ինչ որ իրադարձություն է կատարել 2000 տարի առաջ, երբ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը խաչվել է խաչի վրա, այլ մենք բոլորս հասկացանք, որ այդ խաչի մահը մեզ համար էր, անձնական, ինձ եւ ձեր համար է։ Ու մենք կարծես թե պետք է որ երախտապարտ լինեինք նրա արած գործողության համար։ Ամեն անգամ է այդպես ստացվում, թե չէ, հասկանալի է, ես իմ մասին եմ ասում, ոչ։ Ես իմ մասին եմ ասում, ես չեմ ուզում որևէ մեկի մասին ասել, որովհետև ես այդ աշճանի չեմ ճանաչում, որ կարողանամ ձեր տեղն է խոսալ, իմ մասին կարող եմ ասել, որ ոչ։ Շատ անգամ գիտենալով հանդերձ, որ Տերը իր անձը մատնեց ինձ համար, ես այն աշճանի երախտապարտ չեմ, ինչպիսին որ պետք է լինեմ։ Շատ անգամ նաև երախտամոր եմ դառնում։ Տիրոջ այդ զոհը այն աշճանի չգնահատելով, ինչպիսին որ պետք է լինի։ Եվ դրա համար մտածելու բան կա, գիտեք, ինչն է պատճառը, որ մարդը, որն որ ապաշխարած ու մկրտված է, որն որ արդեն գիտակցել է, թե ինչ է կատարվել 2000 տարի առաջ ու ինչ մեծ գին է տրվել մեր բոլորիս փրկության համար, միևնույն է, չունի այնպիսի եռանդ ու ցանկություն, որ կարողանա Տիրոջը փառավորել ու շատ անգամ այսպիսի խոսակցություն է լինում, որ սա ցավ է պատճառում, իհարկե, հասկանալի է, որ մենք ցանկանում ենք, որ ժողովուրդը կարողանան ներգրավել բոլոր ծառայությունների մեջ, ուզում ենք, որ մենակ մենք չեղնենք, ուրիշներն էլ եղնեն, ու դրա համար կարող է պատահի որոշ բողոքներ եղնի, որ դա ընդունելի չի Աստծո համար։ Ճիշտ է, մենք ուզում ենք, բայց մենք գիտենք, որ այդ ցանկությունը, որն որ տվել է մեզ Աստված, սա մեզանից չի, ինքն է դրել մեր մեջ ցանկություն ու մեր աղոթքների պատասխանն է դա։ Դրա համար մենք էլ պետք է աղոթք անենք, որ եթե ինչ որ մեկը այնպես չի անում, ինչպես որ պետք է, աղոթք անենք, որ Տերը ողորմա եւ իրան էլ տա այդ ցանկությունը, որ ինքն էլ ծառայի, ու եթե մենք չգիտենք, որ այդ մարդը ծառայում, այ քիչ առաջ քույրը ասեց, որ ով գիտա ինչ են անում մարդիկ, որոշ մարդիկ հիվանդների հետևից են ընկնում, այն ամեն ինչը, մենք շատ անգամ չգիտենք մեր առօրյայի մեջ, մեր քույր եղբայրները ինչ ծառայություններ են անցկացնում։ Ամեն մեկը չպետք է դուրս գա ու ռեկլամանի իր գովազդանի, իր ծառայությունները, սա ճիշտ չի, եթե անում ես Աստծո համար ես անում, Աստծո փառքի համար ես անում, ու թող
քո աջ ձեռքը չգիտենա թե ինչ է անում ձախ ձեռքը, բայց բողոքները շատ անգամ մարդուն ստիպում է ու ես նորից եմ կոչ անում, որպեսզի մաքսիմում ձգտենք, որ չբողոքենք ու եթե ինչ որ մեկը մեր հասցեին բողոքում է, աղոթ կանենք, որ Տերը մեզ խաղաղություն տա, հանդարտություն տա, որ մենք կարողանանք ճիշտ ռեակցիա ունենալ ամեն գործողություններով, ինչպիսին որ Աստված է։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը երբ որ այստեղ էր ապրում, ինչքան անարժան հալածանքներ ու ինչքան անարժան գործողություններ էր նրա հանդեպ կատարվում, որ ամենամեծ բողոքողը ով պետք է եղներ, ինքը Տերն էր։ Լավություն էր անում, չեն գնահատում։ Ինչ որ մի բան էր անում, որ մարդկանց բարիություն էր անում, մարդիկ այդ բարիությունը ընդունում են ինչպես չարություն։ Հիշում եք, չէ՞, ասում է, ինչ որ անում է, սատանայի հոգով է անում։ Հասկանալի է, որ Տերը պետք է ամենաուժեղ բողոքող եղներ, բայց ինքը չբողոքեց ու մեզ հնարավորություն տվեց, որպեսզի մենք կարողանանք այդ Տիրոջ նմանություն ունենանք։ Գիտեք, նորից եմ ուզում կրկնել, ինչն է պատճառը, որ երբ որ մարդը ապաշխարել ու մկրտվել է ու դարել է Աստծո զավակը, միևնույն է իր կյանքի մեջ չկա այն երախտապարտությունը, ինչը որ կարծես թե պետք է լինի, գիտենալով, որ Աստված ինչ արեց մեզ համար։ Այն հզոր զոհը, որն նա կատարեց մեզ համար, մեզ պետք է բերի երախտապարտության, բայց ցավոք սրտին ամեն անգամ չի եղնում։ Ուզում եմ ձեզ հետ միասին մի կարևոր գաղափարի մասին խոսալ, որն ես իմի ոչ մեկին մատնացույց չեմ անում, չեմ ուզում, որպեսզի ոչ մեկը կարծի, որ ես ինչ որ իր բաղի մեջ քարեր եմ գցում, ուզում եմ որպեսզի ես եւ դու մտածենք դրա մասին։ Գիտեք, ապաշխարություն շատ անգամ մեզ համար, մարդկանց համար, ապաշխարությունը դա ներեգության վիճակ է։ Ինչ է նշանակում ապաշխարությունը, մենք ներեգություն ենք ընտրում, զղջում ենք, ներեգություն ենք ընտրում, որպես մեր անցյալում կատարած սխալ կյանքի համար եւ ուզում ենք որպեսզի Աստծո հետ միասին քայլենք։ Այո, ապաշխարության մեջ այդ ներողության հարցը կա, անպայման կա, զղջման հարցն էլ կա ապաշխարության մեջ, բայց ապաշխարությունը միայն դրանով չի վերջանում։ Շատ անգամ ցավոք սրտին այդ ապաշխարության կարևորությունը, ինքը ապաշխարություն խոսքը, որն որ հունարեն բառը, ես իմի չեմ ուզում ձեզի ասել այդ հունարեն բառը, բայց հունարեն բառը, որն որ թարգմանվում է մտքի փոփոխություն։ Եթե մենք մեր ապաշխարելու ժամանակ մենք ներեգություն ենք խնդրել Աստծուն, զղջացել ենք մեր անցյալ կյանքին, բայց մեր միտքը չի փոխվել, ուրեմն մեր ապաշխարությունը իզուր էր։ Ու բնական է մեր կյանքի մեջ կարող է լինի երախտամոլություն, կարող է լինի եռանդի պակասություն, կարող է լինի բողոքներ, տրտունջներ, ուրիշ շատ բաներ։ Միտքը պետք է փոխվի մեր բոլորիս, իմ սիրելիներ, որովհետև Աստծո նպատակն է, որպեսզի մեր վնասված, մեղքի կողմից վնասված միտքը փոխվի, նորոգվի եւ մենք դառնանք այնպեսին, ինչպեսին որ Աստված է ուզում։ Նայեք, ես մի տեղ եմ ուզում կարդալ ու մենք միասին մի քիչ խոսանք դրա մասին, շատ հայտնի տեղ է, Հռոմեացոց 12-րդ գլխի 1-2 համարն եմ կարդալու։ Ես համոզված եմ, որ դուք շատ անգամ եք լսել այդ բանը, բայց եկեք մի անգամ էլ լսենք ու խորանանք այս ճշմարտության մեջ։ Հռոմեացոց 12-րդ գլուխ 1-2 համարը։ Римлянам 12 глава 1-2 стихи։ Արդ աղաչում եմ ձեզ, եղբայր, եւ քույրեր նույնպես, Աստծո ողորմությունով, որ ձեր մարմինները ներկայացնեք կենթանի սուրբ եւ Աստծուն ընդունելի պատարագ, որն է ձեր բանավոր պաշտոնը։ Եվ մի կերպարանվիկ այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալը։ Գիտեք, Աստված մեզ հիշեցնում է մի կարևոր բան։ Մենք ունենք մեղքի պատճառով վնասված մարմին, որն որ Ադամից ժառանգել ենք ու մինչև հիմի այդ վնասված մարմինը կա մեր մեջը եւ երբ որ մենք ապաշխարում ենք ու մկրտվում ենք, մեր մարմինները չի փոխվում, ուրիշ մարմին չենք ստանում, մենք ժամանակին այդ մարմինը կստանանք, երկնքում կժառանգենք այդ մարմինը ու ունդեղ էլ մեկ չի եղնի, բայց քանի որ մենք շարունակում ենք այս ֆիզիկական մարմնի մեջ գտնվել, որի մեջ մեղք կա, մենք պետք է հիշենք, որ մեր պատերազմը առաջի հերթին
ոչ թե մեր շուրջը գտնվող մարդկանց, թեկուզ սատանան կամ ուրիշ որևէ մեկը, մեր պատերազմը մեր հետ է առաջի հերթին։ Մենք պետք է մեզ սանձահարենք, մեզ պետք է օգնենք, որպեսզի մենք կարողանանք ճիշտ ընթացք ունենալ։ Մարմինները տալ, որպեսզի պատարակ եղնի այս մարմինը, ոչ թե զողել, սպանել, այլ ուղղակի տալ Տիրոջը ասել, ով Տեր, ահա ես։ Հիշում եք Եսայան, երբ որ Աստված ասեց, ով կգնա իմ համար մարդկանց ներկայացնելու, Եսայան դուրս եկավ ասեց, ահա ես Տեր։ Օգտագործիր իմ մարմինս։ Այս մեղավոր մեղքի մարմինը օգտագործի, որպեսզի այս մեղքի մարմինը ինչպես ժամանակին ծառայում են մեղքին ու մեղքի մեջ էր գտնվում, այնպես էլ այսօր ծառայի քեզ։ Այս է շատ կարևոր բան է, որպեսզի մենք կարողանանք այդ բանը անել, բայց չի եղնի այդ բանը, եթե մեր միտքը շարունակի վնասված վիճակի մեջ գտնվել։ Եթե մեր մեջը այս մտքի փոփոխություն չլինի, որի պատճառով մենք արդեն կհասկանանք, որ մենք էլ առաջվա մարդիկ չենք, որոնք որ բողոքողներ, տրտնջողներ, ուրիշներին մեղադրողներ, մեզ բարձրացողներ, մեզ ինչ ասես, ինչ ձևի ասես լավ ներկայացողներ, մենք էլ այն մարդը չենք։ Այս միտքն է մեզ խանգարում, որպեսզի մենք կարողանանք ամեն ինչը մի կողմ դնելով հասկանալ, որ այսօր ինչ որ ենք, իմ սիրելիներ, ես էլ դուք էլ, Աստծո շնորհքն է։ Սա մեր շնորհքը չի, որ մեր ծնողները, ոչ թե մեր ծնողների շնորհքն է, որ անեցալ դասիրակ է մեզի որ։ Այսօր մենք մարդասպան չենք, գող չենք, պոռնիկ չենք, բանը սուտ խոսող չենք եւ ուրիշ շատ։ Սա Աստծո շնորհքն է, որ Աստված տվել է մեզի ու մենք նորից եմ ասում, կարող ենք այդպես լինել։ Քանի դեռ մեր միտքը վնասված է, մենք չենք կարողանում։ Քանի դեռ մեր միտքը դեռ շարունակում է վնասված վիճակի մեջ գտնվել, մենք կենենք այնպեսի, ինչպեսին առաջ է։ Թեկուզ ապաշխարած եւ թեկուզ մկրտված են։ Այս գաղափարի մեջ, այս մեր այսօրվա տեքստի մեջ կա երեք կարևոր գաղափարներ, որոնք ուզում եմ ձեզ ներկայացնեմ։ Առաջի գաղափարը, որն Պողոս Արաքյալը ներկայացնում է, երկրորդ համարի մեջ այսպես է հնչում. մի կերպարանմիկ այս աշխարհի կերպարանքով։ Հասկանում եք, չէ՞, երբ որ մարդը ապրում է այս ֆիզիկական կյանքի մեջ, իր մոտ կա երկու կողմի կերպարանվել, երկու կողմի նմանվելը։ Կամ պետք է մենք աշխարհի հետ նմանվենք, կամ պետք է Աստծուն նմանվենք։ Ու սա ոչ թե Աստված պետք է մեզի ստիպի, մենք ինքներս պետք է որոշենք։ Մի հատ հետաքրքիր միջև կարդալը, տեղերը կարդալը, ես այս քարոզը որ պատրաստում էի, մոտավորապես 5 շաբթի օրը այս քարոզը պատրաստեցի, 3 մի բան էի լսում, որտեղ որ մարդիկ էին հավաքվել, մարդիկ շատ հավատացյալ մարդիկ, Ռուսաստանում տարբեր տեղերից հավաքվել էին, որպեսզի ծառայություն անցկացրեն, մեծ խումբ էր, տարբեր քաղաքներից եկած մարդիկ հավաքվել են, որպեսզի Տիրոջը փառավորեին ու առաջինը ով էլ որ սկսեց աղոթք անել, հետաքրքիր է, գիտեք, մարդիկ, որոնք որ հավատացյալներ են, որոնք որ ապաշխարած ու մկրտված են, եւ ավելին կասեմ, որոնց տրված է այսպիսի առանձնահատկություն, որ իրանք պետք է սկսեն մի ծառայությունը, աղոթքով պետք է սկսեն, որ Աստված պետք է օրհնի այդ ծառայությունը։ Նայեք, ինչպես է սկսում այսպես կոչված եղբայրը աղոթքը։ Աղոթք է անում ու ասում, ով ամենակարող Աստված, խնդրում եմ քեզի, օրհնի մեր պրեզիդենտին եւ այն զորքին, որն կռվում է Ուկրաինայի դեմ։ Ես մտածում եմ, ես կարծում եմ, որ երբ որ որևէ մեկը աղոթք է անում ու ինչ որ ծառայություններին պատրաստում, ինքը պետք է նախ եւ առաջ աղոթք անի, Տիրոջը խնդրի, որ Տերը օրհնի ծառայությունը։ Միանգամից սկսում են պրեզիդենտի։ Միանգամից սկսում են պատերազմի մասնակիցների մասին ու գիտեք, ես մտածում եմ, որ այն մարդը, որն որ այդ ձևի աղոթք է անում, նրա միտքը կերպարանված է աշխարհային կերպարանքով։ Մարդը պետք է հասկանա, առաջինը ինչ որ պետք է լինի մեր կյանքի մեջ, իմ սիրելիներ, ինչ որ այս բանի հետ է կախված, այդ կերպարանքվելու հետ է կախված, առաջինը ինչ որ պետք է լինի, մարդը պետք է հնազանդվի ոչ թե աշխարհային հնազանդությամբ, այլ Աստծուն հնազանդությամբ։
Երբ որ մարդը այս աշխարհով լցված, աշխարհային հնազանդության մեջ է գտնում, բնական է պետք է այդպեսի աղոտ կանի։ Պետք է պրեզիդենտների համար խնդրի, այն էլ այն ձևի մարդկանց համար, որոնք որ անօրեն գործողություններ են անում։ Ժողովուրդ, գիտեք, երբ որ մարդը մտածելու բանը, ես էլի եմ ասում, մենք էլի այդ ձևի բաների հետ առնչվել ենք ժամանակին, երբ որ մեզ համար շատ խելացի մարդիկ, որոնք որ գալիս էին մեր մոտ Ռուսաստանից ու հետները խոսում են, իրանք մեզ ուզում են ինչ-որ մի բան սովորեցնել, երբ որ իրանք սկսում են խոսալը ու բացատրելը մարդկանց, առանձնապես երբ որ իրանք գիտեն ոչ թե մենակ ռուսերեն, այլ նաև այն բնական հուներեն լեզուն, որի լեզվով գրված է ավետարանը, երբ որ իրանք ասում են, որ այսեղ սենց է գրված, ճիշտ է, թարգմանությունը այսպես է ասում, բայց դա ավելի խորն է, կամաց մարդու բերանը բացում են։ Հետո այն քերականության մեջ բայերը, գլագոլի, որ լսում էր, ասում էր, այս մարդիկ, այս ինչ խելացի մարդիկ են։ Հետո սկսում են լսել նրանց մտածելակերպը, թե ինչպես են նրանք տվյալ ժամանակվա գործողությունները գնահատում։ Այդ մարդը գիտեք ինչ ասեց։ Ասում է Պուտին դուշկա, он то что делает, хорошо делает։ Ես չգիտեմ այսօր ինքը ոնց է մտածում, ես մի քանի տարի առաջվա գաղափարներ եմ ասում, բայց մի բան կա, որ երբ որ ինչ-որ մեկը ուրիշ պետության մեջ ընկնում է ու սկսում է ուրիշի պետությունը քանդուքարապ անել, մարդկանց սպանել, ես այդ մարդուն ոնց կարող եմ ասեմ, ինքը հոգևոր մարդ է, դուշկա մարդ է։ Բայց մարդիկ նորից եմ ասում, գիտելիքները ոչ մի անգամ չի թույլ տա, որ մենք կարողանանք ճիշտ ըմբռնել, եթե մեր միտքը ճիշտ չի տրանսֆորմացիա եղել, չի փոխվել մեր միտքը։ Մենք էլի նորից կսկսենք այնպես մտածել, ինչպես որ մտածում են աշխարհը։ Եթե մենք շարունակենք մեր փչացած մտքերով մտածել, եթե թույլ չտանք, որ այդ միտքը Աստված փոխի մեզի, այլ շարունակենք մտածել, մենք այդպես կմտածենք։ Վաղ մյուս օր եթե մեր մոտ էլ ինչ-որ մի բան եղնի, մենք կսկսենք մտածել այնպես, ինչպես որ անհավատ աշխարհն է մտածում։ Նայեք ինչ է ասում Պետրոս Արաքյալը։ Հետաքրքիր բան է խոսում, որ մենք մտածելու բան ունենք ամեն։ Նույնպես եմ ասում, ես չեմ խոսում անհավատների հետ, ես խոսում եմ հավատացյալների հետ, որոնք որ պետք է քննության երթանկեն իրանց կյանքը։ Առաջի Պետրոս, առաջի գլուխ 13-16 համարները։ 1 Петра, 1 глава, 13-16 стихи. Նրա համար ձեր մտքի մեջքը գոտե պնդած եւ զարթնացած կատարալապես հուսացեք այն շնորհքին, որ հասնում է ձեզ Հիսուս Քրիստոսի հայտնությունումը։ Հնազանդ ոտկանց պես չնմանվելով այն ձեր տգիտության ժամանակի առաջի ցանկություններին, այլ ձեր կանչող Սուրբի պես դուք էլ սուրբ եղեք ձեր բոլոր վարքերում, որովհետև գրված է. սուրբ եղեք, որ ես սուրբ եմ։ Իմ սիրելիներ, մենք չենք կարողանա ուրիշ ձևի մտածել, եթե մեր միտքը շարունակում է մնալ վնասված։ Եթե մեր մտքի փոփոխություն չեղնի, երբ որ մեր միտքը աշխարհի հետ է առաջ գնում, երբ որ ինչպես դմբրված ու կիսասատկած ձկները հոսանքով է քաշում, եւ ոչ թե հոսանքին հակառակ։ Շատ ձկնորսներ ասում են, որ ձուկը եթե կենթանի է, նա միշտ հոսանքին հակառակ է գնում։ Մենք եթե հոսանքի հետ ենք գնում, այսինքն այս աշխարհը ոնց որ մեզ քաշեց, ընդեղ էլ կգնանք։ Աշխարհը սենց ասեց, մենք սենց ենք անում։ Բայց մեր հավատացյալ լինելը ուր է։ Երբ որ մենք շարունակում ենք նմանվել այս աշխարհին ու մտածել այնպես, ինչպես որ պետք է։ Ինչպես որ աշխարհն է ուզում։ Առաջի Թեսաղոնիկեցի 4 գլուխ 4-5 համարը։ Շատ եմ խնդրում ուշադիր լսենք, որովհետև շատ կարևոր է, որպեսզի մենք քննենք մեր անձը։ 1 Фессалоникийцам 4 глава 4 и 5 стихи. Եվ ձեզանից ամեն մեկը գիտենա իր անոթը պահել սրբությամբ եւ պատվով, ոչ թե ցանկության կիրքով, ինչպես հեթանոսներն ասում չգիտեն։ Ինչպես հեթանոսները։ Մենք բոլոր ժամանակին հեթանոսներ ենք, ասում չգիտենք եւ դրա համար ապրում ենք այնպես, ինչպես որ ուզում ենք, մեր միտքը, մեր փչացած, խարաբարած միտքը աշխատում էր այնպես, ինչպես որ պետք է աշխատեր մեղքի պատճառով, ու մենք շարունակում ենք ապրել ու գործել այնպես, ինչպես որ Աստված չի ուզում, բայց մենք ենք ուզում։
Բայց երբ որ արդեն մենք հավատացյալ դարանք ու ապաշխարեցինք, մեր բոլոր ացյալում կատարած մեղքերի թողություն խնդրեցինք Աստվածանից, մեր միտքը ինչ վիճակի մեջ է գտնում, փոխվել է թե չէ։ Եթե չի փոխվել, մենք ոչ մի բանով չենք տարբերվի այս աշխարհի հետ։ Մենակ մի բանով, որ մենք ինչ որ որոշ հարցերի մեջ գիտուններ ենք դարել, հասկացել ենք, գիտենք ինչ է, բայց իսկական հոգևոր կյանք ապրելը սա մենակ գիտելիքների հետ չի կախված, սա մտքի փոփոխության հետ է կախված։ Առաջի Կորինթացոց 15-րդ գլխի 34 համարը։ Մենք էլի հարության մասին ենք խոսում, որովհետև մենք մարդիկ այսօր միջև անգամ հավատացյալներ կոչվածները հարության մասին կասկածով են մոտիկանում։ Արթուն կացեք, արդարությամբ եւ մեղք մի գործեք, որովհետև մի քանիսն Աստծո մասին տգետ են։ Այս ձեզ ամաչեցնելու համար եմ ասում։ Ես գիտեմ, ոնց չեմ գիտեմ, ես Աստված գիտեմ։ Չգիտես, եթե քո կյանքը չի համապատասխանում այս խոսքին, եթե դու ամեն անգամ հակառակն ես գնում, ու չգիտես ասում, ու ասում ես այդ բանը գիտեք ինչի եմ ասում, ձեզ ամաչեցնելու համար։ Պողոս առաքյալը ստիպված էր Կորինթոս եկեղեցու անդամներին, հավատացյալներին, այսպիսի բան ասի, որպեսզի նրանք սթափեն ու մտածեն, ես ինչ եմ անում ես։ Ինչի եմ ես վիճաբանության մեջ եմ գնում, ինչի եմ բողոքում, տրտնջում։ Շատ անգամ մարդը մեղքը համարում է մարդասպանություն, գողություն, պոռնկություն, ուրիշ շատ բաներ, բայց տրտնջն ու բողոքը մեղք չի համարում։ Բայց ճիշտ եմ ասում, բա ինչ։ Մենակ մենք ենք, ուրիշները չկան, բայց այդպես չի, դրա համար մեզ շատ կարևոր է։ Ու այս հնազանդության հարցը, Աստծո հնազանդության հարցի մեջ կա ևս մի կարևոր կետ։ Դա երբ որ մենք սիրում ենք Աստծուն կամ սիրում ենք աշխարհը։ Գիտեցեք, մեր միտքը ոչ մի անգամ փոփոխության չի ենթարկվի, եթե մենք շարունակում ենք սիրել այս աշխարհը։ Ես էլի մի անգամ եմ ուզում կարդալ, ես գիտեմ որ դուք կարող եք անգիրել գիտենաք միջև անգամ այս համարները, բայց ես ուզում եմ էլի մի անգամ կարդալ նորից հիշեցնելով ինձ եւ ձեզ, որ մենք ամեն մեկս մտածենք դրա մասին։ Առաջի Հովհաննես 2-րդ գլուխ 15-17 համարները։ 1 Иоанна 2 глава 15-17 стихи. Մի սիրեք աշխարհը եւ ոչ էլ այն որ աշխարհի մեջ է։ Եթե մեկը աշխարհը սիրե, հոր սերը նրանում չէ, որովհետեւ ամեն ինչ որ աշխարհումն է, մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը եւ այս կյանքի ամբարտավանությունը հորիցը չէ, այլ աշխարհիցն է։ Եվ աշխարհը անցնում է եւ նրա ցանկություններն էլ, բայց Աստծո կամքը անողը մնում է հավիտյան։ Ժողովուրդ, նորից եմ ասում, շատ մարդ կարող է մտածի, ինչի չէ, ինչի ես չեմ կարող համ Աստծուն սիրել եմ աշխարհը։ Ես խոմ աշխարհը սիրելով չեմ կարող, չեմ ընկնում են անօրեն մարդկանց հետևից ու անօրենություններ եմ անում։ Ես ուզում եմ էլի որ վայելեմ այս աշխարհը։ Հասկանալի է, կարծես թե աշխարհային մարդկանց տեսակետից լավ ես անում որ ուզում ես այս աշխարհը վայելել, բայց գիտեցի որ վայելելով այս աշխարհը դու չես կարող ուրախություն ունենալ Աստծո մեջը։ Միջև անգամ հավատացյալ լինելով ու եկեղեցի հաճախելով դու չես կզգա այն ուրախությունը ինչ էլ որ Աստվածանից է գալիս։ Այլ ամեն անգամ տրտունջ ու բողոքը միշտ քո հետևից կգա ու դու միշտ այդպիսի վիճակի մեջ կգտնվես։ Տերը մի օրից մի օր մինչև Հովհաննեսը ասեց որ մի սիրեք աշխարհը, Տերը ասեց օրից մի օր այս կարևոր գաղափարները որ ուզում եմ ձեզ հետ կիսվել, որովհետև մենք գիտենք որ Տիրոջ ասածը դա Աստծո ասածն է եւ Աստված չի կարող սխալվել։ 6-րդ գլուխն է Մատթեոսի 14 համարը Ушади лысецек, Матфея 6 глава 14 стих, Տիրոջ ներողություն 24 համարը, 24 ստիղ։ Ոչով չի կարող երկու տերերին ծառայել, որովհետև կամ մեկին կատե եւ մյուսին կսիրե, կամ մեկին կմեծարե եւ մյուսին կարհամարե։ Չեք կարող Աստծուն ծառայել եւ մամոնային։ Ես կարող եմ, չէ, Տերը ասում է չես կարող։ Եթե դու աշխարհը սիրեցիր, դու ինձ չես կարող սիրես։ Եվ ընդհակառակը, երբ որ դու աշխարհասիրության մեջ ես գտնում, երբ որ այս աշխարհը քեզ համար քաշող, ոչ թե վանող, այլ քաշող միջոց է, գիտեցի որ քո միտքը չի փոխվի, դու էլի կմտածես այնպես ինչպես որ աշխարհն է մտածում։ Փչացած, խարաբարած մտքով,
Ու էլի այնձևի գաղափարներ կասես, թե կուզև քո գիտելիքները բարձր մակարդակի են։ Դու անգլերեն գիտեցի, հունարեն գիտեցի, ուրիշ լեզուներ գիտեցի, կապ չունի։ Քո միտքը եթե չի փոխվել, ուրեմն դու շարունակում ես մնալ այն վիճակի մեջ, ինչ որ պետք է։ Դրա համար Աստված միանգամից ասում է, ըստեղ մենակ քիչ ու շատ սիրելու մասին չի գիտեք։ Ես աշխարհը ավելի քիչ կսիրեմ, քան թե ասում, այնտեղ գրված է կոնտրաստը, եկա կոնտրաստը, սիրել ու ատել։ Եթե դու սիրեցիր աշխարհը, դու անպայման կատես Աստծու եւ նրա բոլոր գործերը։ Թեկուզ եւ հավատացյալ անունը կարես։ Երկրորդ կարևոր բանը, ինչ էլ որ այստեղ Պողոս Սարաքյալը մեզ ներկայացնում է։ Առաջինը մենք չպետք է կերպարանվենք այս աշխարհի կերպարանքով։ Երկրորդը դրան հակառակ մի բան։ Տեսեք ինչ է ասում Հովհաննես 12-րդ գլխի 2-րդ համարի 2-րդ մասը։ Այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությունով։ Նորոգվել։ Գիտեք, այսօր տեխնիկան նենց է զարգացած, որ մարմնի անդամները ու օրգանները այնպես է կատարում, որ այսինքն ատամը ցաված փչացելա, չի հնարավոր չի նրան դրստել, վերցնում են, հանում են այդ ատամը ու տեղը դնում են իմպլանտ, ոչ թե պրոթեզ, այլ իմպլանտ են դնում, որը ոչի բանով չի տարբերվում։ Լնդի մեջն է, մտած ոնց որ իսկ քո ատամն է։ Հնարավոր է փոխել։ Հնարավոր է նաև ոտքերը, մարդը ոտը կտրում են, այնպես ոտներ են սարկում, որ ինքը ոնց որ եթե չբացանեն, չքաշեն վերև ու չտեսնան, ոչ է պատկերացնես, որ ինքը ոտներ չունի։ Այնպես է սովորում մանգալ ոնց որ քո ոտներով։ Ձերքերը ձերք չունի մարդը, բայց ձերքերը կարող է գրել, ինչ ուզում է անել, ճաշ ուտել կամ ուրիշ շատ բաներ անել, որ եթե նայես ուշադիր, կարծես թե նա իր ձերքն է։ Ներքին օրգաններում էլ այսօր շատ փոփոխություն կա գիտության մեջ։ Միտքը հնարավոր չի փոխելու։ Պոկես հանես դեն գցես ուրիշ դնես, տենց հնարավոր չի։ Միտքը ֆիզիկական չի, որ կարողանաս ինչ որ մի բանով փոխարինես։ Միտքը նորոգվելու կարիք ունի։ Նորոգվել, որպեսզի մեր կյանքի մեջ մենք ունենանք այդ բանը։ Ճիշտ է, մենք բոլորս լավ գիտենք, որ մտքի նորոգումը մեր միջոցով չի կատարվում։ Մենք չենք կարող մեր միտքը նորոգել, Աստված է մեր միտքը նորոգում մեր ցանկությունով, բայց նորից եմ ասում, ամեն գործողության մեջ մարդու ցանկությունը պետք է լինի։ Աստված բռնի ձևով ոչոքին ոչինչ չի անում։ Եթե ես ուզում եմ աշխարհը սիրել, Աստված չի բռնի ձևով քեզ ասի, «Վեկալու հիմա ինձ սիրի»։ Չէ, ինքս զգուշացնում է հիշեցնում է, հասկացնում է, որ աշխարհասիրությունը ուր է տանում քեզի, մնացածը դու ես որոշում։ Պողոս Սարաքյալը, երբ որ գրում էր Եփեսացոց եկեղեցուն, դուք գիտեք, որ Եփեսացոց եկեղեցին հայտնության գրքի մեջ երբ որ կարդում ենք, ինքը շատ լավ կողմեր ուներ։ Այնքան լավ կողմեր ուներ, որ Աստված ինքը, մեր Տեր Հիսուս Քրիստոսը գովալով է մոտիկանում ես եկեղեցուն ու ասում է, որ դու այսքան առավելություն ունես։ Այսքան առավելություններ ունես, որ Աստված հավանում է, բայց գիտեք յուրաքանչյուր եկեղեցին, դա Եփեսացոց եկեղեցի անի, թե Թբիլիսի ավետարանական նկատական եկեղեցի անի, ունի իր թերությունները։ Մենք կատարյալ չենք, դրա համար թերությունները ցավոք սրտին կա, ու Աստված մեզ հիշեցնում է, որ այսպես պետք է լինի։ Ուշադիր լսեցեք, Եփեսացոց 4-րդ գլխի 22 համարից 22-24 համարները։ Տեսեք ինչ է ասում մեր Տեր Հիսուս Քրիստոսը իր առաքյալի միջոցով։ Եփեսյանը 4 глава 22-24 стихի։ Որ ձեզանից դուրս հանեք առաջի գնացքի պես եղող հին մարդը, որ խաբեբայության ցանկություններով ապականված է։ Ապականությունը որտեղից է գալի մտքից։ Մարմնի անդամները ինքը իրանով չի աշխատում, միտքն է աշխատացնում։ Երբ որ ես իմի ձեռքս բարձրացնում եմ, գիտեցի որ իմ միտքը հրամայում է ձեռքից։ Ու ուրիշ բոլոր գործողությունները տեսեք ինչ է ասում։ Այն միտքը ինչ որ առաջ ունեք, ապականված է մեղքի միջոցով։ Ու դրան պետք է փոխել։ Ձեզանից դուրս հանեք առաջի գնացքի պես եղող հին մարդը, որ խաբեբայությունով ցանկությունով ապականված է, եւ ձեր մտքի հոգովը նորոգվեցեք եւ նոր մարդ հակեք, որ Աստծու պատկերի պես ստեղծված է, ճշմարտության, արդարությունով եւ սրբությունով։ Մինչև այդ, գիտեք հետաքրքիր է Պողոս Սարաքյալը այս բանը որ ասում է, մինչև այդ հիշեցնում է մեր անցյալը, մեր փչացած մտքի առաջնորդությունը։ Տեսեք ինչ է ասում։
17 համարից, այդ նույն 4-րդ գլխի 17 համարից։ 4 глава 17 стиха начиная. Արցա եմ ասում եւ վկայում Տերովը, որ դուք այլևս չգնաք ինչպես ուրիշ հեթանոսներն են գնում։ Իրենց մտքի ունայնությունով, որ խավարված են մտքով եւ օտար Աստծո կյանքիցը, այն տգիտության պատճառով, որ նրանցում է իրենց սրտերի կուրության համար։ Գիտեք, շատ կարևոր է հասկանալ, որ Պողոս Արաքյալը մեզ հիշեցնում է մեր անցյալը ու ելի մեզ մատնացույց է անում մեր միտքը, մեր փչացած միտքը, որ նոր ժամանակին այդ փչացած մտքով մենք առաջնորդվում ենք ու սխալ բաներ ենք անում, Աստծուն հակառակ բաներ ենք անում, թեկուզև վերջի հանցագործները չենք, վերջի ավազակները չենք, բայց միևնույն է, ես համոզված եմ, որ բոլորս էլ մեր անցյալում մենք տեսնում ենք այն վատ բաները, ինչ էլ որ մենք անում ենք Աստծուն հակառակ։ Ու ոչ թե հիշեցնում է, որ երեսով տա, այլ հիշեցնում է, որ մենք կարողանանք անցյալի ու այսօրվա մեր վիճակը համեմատելով տեսնենք փոփոխություն։ Նորոգված մարդ։ Գիտեք, ամենացավը ինչ է, անցյալ անգամ մի հատ քարոզ լսեցի, ասում է, մարդը, այսինքն օրինակ, գնում է աշխատանքի, գնում է որ աշխատի, աշխատում է, դուք գիտեք որ քրտնում է ու ես իմ հոտ է գալի մարդու ուրից, որովհետև քրտինքը շատ անգամ հոտ է բերում մարդուն, ու պատկերացրեք որ այդ մարդը գալիս է տուն, առանց լողանալու, առանց բանի, վերցնում է ուրիշ շորը հագնում ու դուրս է գալի հասարակության մեջ։ Կատես դրսից ամեն ինչ լավ է, այն բանվորի շորերը չի, այն կեղտոտ շորերը չի, բայց հոտը մնում է հոտ, ժողովուրդ։ Հոտ է գալի քո վրիցը, այն թազա շորերը ոչ մի օգուտ չի բերի քեզի, եթե քո վրիցը հոտ գա։ Ու եթե մենք վերցնում ենք մեր հին մարդու վրա, Աստված ինչ է ասում Պողոս Արաքյալին, ասում է հանեցեք ու հագեք։ Երբ որ մենք չենք հանում հին մարդը ու նոր մարդն ենք հագնում հին մարդու վրա, մենք նմանվում ենք փարիսեցիներին, որոնք որ արտաքնապես նման էին գեղեցիկ գերեզմաներին, որոնք նայում ես ասում ես հազարներ է ծախսված դեռ։ Ինչ սիրուն է, բայց ներսը նեղված ոսկորներ է լցված։ Ներսը ինչ է, Աստված մեր արտաքինը չի նայում, եթե այնտեղ ներսը քաոս է, ներսը սխալ վիճակ է, ներսը շարունակում է առաջնորդվել փչացած մտքով։ Դրան էլ եթե մենք ուզում ենք մեր միտքը փոխվի ու նորոգվի, մենք պետք է հանենք այդ հին մարդը ու հագնենք նոր մարդը։ Եթե չենք անում այդ բանը, նորն ենք հինի վրա հագնում, շատ ցավալի վիճակի մեջ ենք ընկնում։ Հավատացյալը ապրում է այս կյանքի մեջ ու ինքը ոչ մի բանով չի տարբերում անհավատից։ Բացի ինչ որ մի տեղափոխությունից։ Այնտեղ էր, հիմից տեղ է գալիս։ Այնտեղ ուրիշ բաներ էր անում, հիմից տեղ ուրիշ բաներ անում։ Բայց միտքը մնում է նույնը։ Էլի փչացած, էլի վատ վիճակի մեջ։ Նայեք Կողոսացոց 3-րդ գլխի 8-10 համարներում ինչպես է Պողոս Արաքյալը այդ նույն գաղափարը մեզ ներկայացնում, որպեսզի մենք մտածենք դրա մասին։ Կոլոսյանам 3 глава 8-10 стихи։ Բայց հիմա դուք էլ դենք դրեք այն ամենը։ Տեսեք, ինչն է հին մարդու փչացած մտքի առաջնորդությունը։ Բարկությունը, այսօր ինչքան բարկացանք, չէ, ուրիշների վրա, որ այն չեն անում, մենք անում ենք այն չեն։ Բարկությունը, սրտմտությունը, չարությունը, հայհոյությունը, ամոթալի խոսքերը ձեր բերանից։ Սուտ մի խոսեք իրար հետ, հանեցեք հին մարդը իր գործերով եւ հագեք նոր մարդը, որ նորոգված է գիտությունով իր ստեղծողի պատկերի պես։ Հանելու հագնելու հարց կա ստե։ Եթե չկա այդ հանելու հարցը ու հագնում ենք այն ինչ որ հինի վրա է, ներսից էլի նույն մարդն ենք մենք։ Այն առաջվա մարդը, որն որ փչացած միտք ունի, բայց եթե ուզում ենք մեր մտքերը նորոգվի ու մենք նմանվենք այն ստեղծողին, մեր ստեղծողին, որի նմանությունը Ադամի պատճառով, Եվայի պատճառով կորցրել ենք, մենք պետք է ցկտենք մտքի նորոգությունով։ Պողոս Արաքյալը շատ գեղեցիկ ձևով, գիտեք ոնց է մեզ հավանում այս համարը, որ մեզ ինձ հնարավորություն է տալի հասկանալու, որ վերջի ինչի աշխարհը այսպես է ապրում, չնայած որ աշխարհը հիմար չի, կներեք այս խոսքի համար, ոչ էլ խելքից թրծրած է, ոչ էլ հոգեկան հիվանդ է, մարդիկ լավ նորմալ աշխատող միտք ունեն, բայց չեն անում են ինչ որ պետք է անեն, իրենց վնասելով։ Երբ որ իրան ասում ես Քրիստոսին ընդունի, լավ էլի գնա, էլի ինչ
բան ու գործ չունես, ինչի մասին ես խոսում։ Ես իրան լավություն եմ անում, ուզում եմ որպես ինքը դժոխ չգնա, ինքը ասում է քո գործը չի ուր գնում եմ։ Ու նայեք հետաքրքիր ինչը։ Պողոս Արաքյալը մեզ բացատրում է այդ համակարգը, որ եթե միտքը ճիշտ վիճակի մեջ չի, մենք ինչքան էլ ուզում է ինքներս եղնենք ապաշխարած ու մկրտված, ոչ մի օգուտ չի բերի։ Առաջի Կորինթացոց 2-րդ գլուխ 14-16 համարները։ Первое Коринфянам 2 глава 14-16 стихи. Բայց շնչավոր մարդը Աստծո հոգու բաները չի ընդունում, որովհետև նրանք հիմարություն են нրա համար եւ չի կարող էլ գիտենալ։ Այս Արարատ թարգմանության մեջ մի քիչ դժվար հասկանալու, որովհետև հոգեվոր կերպով են կանանվում, ասյոմ надо думать духовно։ Դրա մասին պետք է հոգեվոր մտածի։ Միտքը պետք է նորոգված եղնի, որ կարողանա ճիշտ եզրակացության գա։ Բայց քանի որ միտքը փչացած է, չի կարող ինքը նորմալ մտքի գա ու դրա համար իր բոլոր գործողությունները Աստծուն հակառակ են։ Հիմա գանք մեզ հավատացյալներից, որոնց միտքը որ կարծես թե պետք է փոխված է, նորոգված եղնի։ Տեսեք ինչ է ասում Պողոս Արաքյալը մեր մասին։ Բայց հոգևոր մարդը ամեն բան քննում է եւ ինքը ոչոքի չի քննվում, որտեղ ով գիտես Տիրոջ միտքը որ բան սովորեցնեն նրան։ Բայց մենք Քրիստոսի միտքը ունենք։ Քրիստոսը փչացած միտք չունի ժողովուրդ։ Մենք ժամանակին ունենք ու պետք է հիմի չունենանք։ Մեր միտքը պետք է նորոգման process-ի մեջ եղնի։ Մենք պետք է կամաց նմանվենք Քրիստոսին։ Որտեղ եք տեսեք Քրիստոսը վիճի ինչ որ մեկի հետ, որտեղ եք տեսեք տրտունջ Քրիստոսին, բողոք, որտեղ եք տեսել, դաժե իր աշակերտները որ աննորմալ գործողություն են անում, կներեք այս խոսքի համար, ինքը այնքան համբերատար էր որ վերջի արդեն վերջի րոպեին, երբ որ աշակերտը գիտեր որ այս մեկը պետք է ինձի 30 արծաթով ծախի, այս մեկը պետք է ընդհանրապես ուրանա ինձի անեծքով եւ երթումով, այս սրանք էլ պետք թողնեն ու փախնեն գնան ինձի մենակ թողնեն, ոտները լվացրեց ժողովուրդ։ Ոտները լվացրեց, բոլորը պետք է ծառան, ամենավերջի ծառան աներ այդ բանը, ինքը տեր լինելով լվացրեց ոտները։ Մենք շատ անգամ ուրիշ ձևի ենք մտածում, դրա համար երբ որ մենք սխալ ենք մտածում, երբ որ կա վեճ, երբ որ կա տրտունջ, բողոք եւ ուրիշ շատ բաներ, որոնց մենք այդ րոպեին Քրիստոսի մտքով չենք մտածում։ Իսկ եթե մենք Քրիստոսի մտքով չենք մտածում, ո՞նց ենք կարող մեզ վկայություն տալ, որ մենք Քրիստոսի միտք ունենք։ Ուրեմն պետք է զգույշ եղնենք եւ ամեն անգամ, երբ որ մենք ինչ-որ մի բան ենք ուզում ասել, կշրենք մեր ասած խոսքերը ու չասենք այն ինչ որ մեր բերանից դուրս է գալիս։ Ինչ որ մտքիս Եզրոպեին եկավ, գիտեցի որ քո միտքդ ինչքան ուզում է նորոգված լինի, լրիվ նորոգված չի։ Այդ միտքը էլի շարունակում է ինչ որ միտեղ նորոգվելի կարիք ունենա։ Ու հենց այդ կակաս այդ մոմենտներն է էլի որ այդ որտեղ որ մի քիչ պաչինկա չի արած, այդտեղից բացում է այն բաները, որից դուրս է գալիս, այն ինչը պետք է չդուրս գա։ Դա համար զգույշ եղնենք, ամեն ձևով անենք այնպես ինչպես որ ուզում ենք, Աստված է ուզում։ Եվ երրորդ, շատ կարճ, Հռոմեացոց 12-րդ գլխի 2-րդ համարի 3-րդ մասն եմ կարդում, ուշադիր լսեցեք։ Римлянам 12 глава 3-я часть 2 стиха. Որ դուք քննեք թե ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարյալը։ Հետաքրքիր է, չէ՞, մարդու քննողության կարևոր միջոցներից մեկը նորոգված միտքն է։ Երբ որ ես քննում եմ Աստծո կամքը, ու մենք գիտենք որ ինչ որ մեր կյանքի մեջ կատարվում է առանց Աստծո չի կատարվում, որ եթե այսօր այսքան վիրահատություններ է վիրահատության վկայություններ է տված, որ ինչ որ մեկի սիրտն է, մյուսի, ես իմ ուրիշ մի օրգանն է, այդ վիրահատությունները դա Աստծո կամքն է, Աստված է որոշել ու այդ Աստծո որոշումը դրա համար չի որ մեզ տանջի։ Ես կարծում եմ որ եթե ինչ որ մեկը ինքը չի վիրահատում, այլ իր հարազատն է վիրահատում, ոչ պակաս տանջանք ունի ինքը։ Ցավում է, խնդրում է, աղոտ կանում։ Եթե ինչ որ մեկը մահացավ, ասենք թեկուզ մեր քույր եղբայրներից ինչ որ մեկի հարազատը մահացավ, մենք ոչ թե մտածում ենք որ դա մերը չի, թող ինքը իր դարդը քաշի, մենք էլ ենք դարդանում։ Ասում եմ ուրախացողների հետ ուրախացեք եւ
լացողների հետ լացեք։ Ում երբ որ կատարում ես բանը, շատ անգամ մտածելու բան ունենք իմ սիրելիներ։ Շատ անգամ մտածելու բան ունենք։ Երբ որ ես աղոթք եմ անում, իմ միտքը ճիշտ վիճակի մեջ է գտնվում։ Թող քո կամքի պես խոսքը, Հիսուսի ասած խոսքերը մեր կյանքի մեջ կա, թե մենք պահանջով ենք մոտիկանում Աստծուն ու ասում ենք, Աստված դու պարտավոր ես անելու այս բանը, ես քեզ ընդունել եմ։ Ես քո հետևից եմ գնում, դու պարտավոր ես ինձ անելու։ Աստված ոչ մեկից պարտավոր չի։ Դրան էլ երբ որ մենք մեր միտքը ճիշտ ուղղությունով է գնում, մենք արդեն հասկանում ենք, որ թե վիրահատությունը, թե հիվանդությունները, որ մեր կյանքի մեջ գալիս է, դա մեր օգտի համար է։ Մենք ենք դրանից ուրախություն ստանում, որովհետև թեկուզ այս ժամանակ Եբրայեցիոս թղթի եղենակ ասում է, թեկուզ այս ժամանակ այս մեր կյանքը ուրախություն չի բերում, այլ տրտմություն, բայց հետո ինչեր կբերի մեզ համար, ես չեմ կարող խոսքով բացատրել, որովհետև երկնքում չեմ եղել ու չգիտեմ այնտեղ ինչ երանելություն է կատարվում։ Բայց ես գիտեմ, որ իմ Աստված, այն Աստված, որ ինձ փրկել է հավետենական կորուստից, ինքը խոստացել է, որ այն գործողությունները, ինչ որ երկնքում պետք է եղնի, մեր բոլոր ֆանտազիքից ավելի բարձր է, լավագույն ֆանտազիքից ավելի բարձր է։ Եվ դա մեզ սպասում է երկնքում։ Դրամ էլ մեզ համար, իմ սիրելիներ, այս զոհը, որ կատարվեցավ 2000 տարի առաջ, երբ որ մենք ընդունեցինք այդ զոհը, ինչպես մեր անձնական զոհ, մեզ համար կատարված զոհ, մենք պետք է հասկանանք, որ ընդունեցիր, լավ արեցիր, ապաշխարեցիր, մկրտվեցիր, փառք Աստծո, ես ուրախ եմ բոլորիս համար։ Բայց միտքը եթե մնում է շարունակում է մնալ նույն վիճակի մեջ, այդ փչացած վիճակի մեջ, մեր բոլոր արած գործողությունները չեզոք կհամարվի եւ օրերից մի օր, երբ որ Աստծո առաջ կկանգնենք, Աստված կասի. «Ո՞վ ես դու։ Ես քեզ չեմ ճանաչել երբեք»։ Ինձանից դեն գնալով անօրություն գործով, որպեսզի այդ բանը չլինի, եկեք մեր մտքերի վրա ուշադրություն դարձնենք։ Միտքը փոխվելը, սա մեր առաջնակարգ գործողություն է։ Նորոգենք Աստծուն թույլ տանք, որ ինքը նորոգի մեր միտքը, եւ մենք էլ այդ նորոգված մտքով առաջնորդվենք ու միշտ փառավորենք Նրան, ով որ միայն նա է արժանի փառքի, պատվի, երկրապահության։ Տերը բոլորիս օրհնի, թող միշտ փառավորվի հիմա եւ հավիտյանս հավիտենից ամին։ Եկեք ոտքի կայնենք, աղոթք կանենք։ Խնդրենք Աստվածանից, թող մենք նայենք մեզի, մեր մտքերը, մեր մտքի ուղղությունը, տեսնենք թե ինչ ուղղություն ունի, եթե մեր միտքը շարունակում է կերպարանվել այս աշխարհի կերպարանքով, մենք պետք է աղաղակենք Տերոջը։ Խնդրենք Տեր, ողորմա, ես աշխարհին եմ նմանվում, իսկ աշխարհին նմանվողը հավիտյանս կորուստի է գնում։ Եվ խնդրենք, որպեսզի Տերը մեր մտքերը նորոգվի ու նորոգի ոչ թե բռնի, այլ մեր կամքի համեմատ։